վարչապետ դառնալու հայտ եք ներկայացրել։ Շատ ուղիղ եւ անկեղծ պիտի հարցնեմ։ Լավ եք մտածել։ Գոյաբանական նշանակություն է որոշող ընտրություններ են։ Հայտարարությունը ազդել է ձեր որոշման վրա։ Սա նաև ինձ համար շատ լավ ինդիկատոր էր, որ մեր ժողովուրդը շատ շնորհակալ ժողովուրդ է։ Կալանքը որպես խափանման միջոց Հայաստանում չափից ավելի չարաշահվում է։ Քրեական հետապնդումը այսօր դարձել է մահակ։ Նաև մեզ է վիրավորում, մեր հոգևոր զգացմունքներն է նաև նվաստացնում։ Սա նաև կրոնի ազատության խախտում է մարդկանց նկատմամբ։ Նա իրեն ներկայացնում է որպես խաղաղարար, որովհետև ինքը ստորագրել է խաղաղության փաստաթուղթ։ Չի թույլատրվում միջազգայինորեն գերիների նկատմամբ իրականացվել որևէ քրեական դատավարություն։ Բարև ձեզ։ Ներկայացնում ենք մեր նոր նախագիծը, որը անվանել ենք «Բաց խոսենք»։ Բաց եւ անկեղծ խոսքի առաջարկն այսօր ուղղում ենք Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանին։ Բարև ձեզ, պարոն Թաթոյան։ Բարև ձեզ։ Պարոն Թաթոյան, փաստորեն քաղաքականության նոր հայտ եք ներկայացրել եւ հայտարարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին ձեր հավակնությունների մասին։ Ձեր հայտարարությունը համընկավ բռնաճնշումների նոր ալիքի հետ, երբ թիրախում հայտնվեցին նորից հոգևորականները, 2 ամսով կալանավորված է Արագածոտնի թեմի առաջնորդը, թիրախավորված է նաև փաստաբանները, Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկելու այդ նվաստացուցիչ կադրերը, կարծում եմ ինքներդ տեսել եք, ակնհայտ է, որ թիրախում է հայտնվելու յուրաքանչյուր մարդ, որը փորձելու է քննադատել այս իշխանություններին, նրա ղեկավարին, կամ ընկալվելու է որպես վտանգ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այս պայմաններում է, որ դուք ոչ ավել ոչ պակաս վարչապետ դառնալու հայտ եք ներկայացրել։ Շատ ուղիղ եւ անկեղծ պիտի հարցնեմ։ Լավ եք մտածել, պարոն Թաթոյան։ Իհարկե լավ ենք մտածել եւ սա լավ մտածված նախապատրաստված բնականաբար քայլ է եւ նաև սա վճռական որոշում է, տրամադրվածությունը վճռական։ Այս ընտրությունները ինձ համար պատմական նշանակության ընտրություններ են։ Սրանք մեր երկրի համար, մեր անկախության, ինքնիշխանության համար լինել չլինելու ընտրություններ են։ Սրանք գոյաբանական նշանակությունը որոշող ընտրություններ են։ Մենք այսօր, տեսեք, այնպես է ստացվել, որ գտնվում են գոյաբանական հարցերի առաջ։ Հայաստանի անկախությունն, ինքնիշխանությունը ուղիղ վտանգված է։ Բացի այն, որ կան արտաքին անվտանգության լրջագույն սպառնալիքներ, տեսեք ինչ է տեղի ունենում երկրի ներսում։ Նախ այնպես չի, որ այս ռեպրեսիաները նոր են։ Դրանք այս վերջին տարիներին, տեսեք, որքան շարունակվում են, բայց հիմա ուղղակի ավելի սաստկացել են։ Այս ռեպրեսիաները, գիտեք, ինչ են ցույց, սա հստակ ցույց են տալիս այս իշխանության վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Մենք կարող ենք տարբեր ժամանակահատվածներ վերցնել, ամեն իրադարձություն, ամեն իրավիճակ իր հերթին վերցնում ես, խորքում նույն բաներն են։ Իշխանությունը, երբ իրեն ձեռնտու է, տեսեք, մարդկանց փորձում են հպարտանում են մարդկանցով, խոնարհվում են, անվանում են 3 միլիոն վարչապետեր, բայց հենց մի փոքր վնաս է, վտանգ է ներկայացնում իրենց հանրային հեղինակությունը չասենք, էլի հանրային ընկալման վրա մի անգամից սկսում են ռեպրեսիաները, ընդ որում ոչ մի տարբերակում չկա հասարակության որ խմբին են պատկանում մարդիկ։ Հիշենք զոհված զինծառայողների ծնողներին ինչպես էին բերման ենթարկում Եղեգնուտից։ Դա ամենանվաստացնող պայմաններով ակնհայտ է, որ տեսնում ես այդտեղ ընդհանրապես բարոյական արժեքների մասին էլ խոսելն ավելորդ է։ Եկեք գնանք մասնագիտական ոլորտ, այո, փաստաբաններին բերման ենթարկելը, եկեղեցականներին բերման ենթարկելը, ամենանվաստացնող ձևերով, ընդ որում դա հատուկ է արվում, որպեսզի հանրության մոտ հենց այդ ընկալումը առաջանա ու որ արժեքային նաև քայքայում է տեղի ունենում։ Եվ ակնհայտ է, որ սրանք բոլորը քաղաքական մակարդակով արված հանձնարարականների հիման վրա են, որովհետև դրա կարևորագույն ցուցանիշներից է այս իմ գնահատականի, որ այդ ոստիկաններից իրավապահ մարմիններ կլինեն, ով ուզում է լինի, պետական այդ աշխատողները երբեք չեն ենթարկվում պատասխանատվության։ Դուք չեք գտնի դեպք, որ իրական պատասխանատվության ենթարկված լինեն։ Օրինակ վերցնենք զոհված զինծառայողների մայրերին բերման ենթարկելը, եկեղեցականներին կամ այլ խմբերին։ Սրանք հանրային նշանակության այնքան կարևոր գործեր են, որ պետք է հրապարակային նորմալ իշխանությունը, որ գնահատում է իր քաղաքացուն, պետք է հրապարակային մի հատ
թափանցիկ առավելագույն process տանի, վարույթ իրականացնի, պատասխանատվություն կիրառի, հանրությունից ներողություն խնդրի, այնպես անի, որ նման դեպքեր չկրկնվեն, որովհետև տեսեք, այս արարքների արդյունքում ավելի է մեծանում անջրպետը, հակասությունները եւ սրանով նրանք հեղինակազրկում են նաեւ իրավապահ մարմիններին։ Ես ուզում սա հատուկ ասել ու իրավապահ մարմինները պետք է նկատի ունենան, որ նրանք այս հանձնարարականները կատարելով ուղղակի հեղինակազրկվում են։ Նրանց նույնպես բարոյական մակարդակում արժեզրկում է եւ հիմա ես հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս. ես այսպիսի Հայաստան եմ ուզում տեսնել։ Ես ուզում եմ այսպիսի Հայաստանում ապրել։ Իմ երեխաները, մեր բոլորի երեխաները այսպիսի Հայաստանում ապրեն։ Իհարկե ոչ։ Եվ հələ տեսեք այս ամբողջ ռեպրեսիաներին զուգահեռ գնում է շատ դատապարտելի քարոզչություն, որով անընդհատ մեզ ցույց են տալիս, որ այ մենք սրան էինք արժանի, մարդիկ անթասիբ են, մարդիկ անճար են, հնարավորություն չունեն։ Հələ տեսեք մարդկանց մեջ հաճախ է արդեն մտնում ասում են դե հայ ազգը սրան է, մենք սրան ենք արժանի, մենք պատրանքների մեջ ենք ապրել։ Հա, ժողովուրդը արժանի է նրան ինչ ունի։ Դա այդպես չի։ Ես այս հայտով մենք ասում ենք ժողովուրդ ջան, այդպես չի։ Մենք ավելիին ենք արժանի։ Այդ իրանք են մեզ արժանի չեն, որ եկել են կառավարում են այս երկիրը, ինչ են տարածում այդ ամեն ինչը։ Տարածում են, որպեսզի իրենց համար կոմֆորտ գոտի ստեղծվի, որ մարդիկ անդադ մտածեն, դե ոչ մի բան էլ չի փոխվելու, գիտեք։ Ինչ անենք, արդեն վաղուց ամեն ինչ որոշված է։ Տենց չի, վաղուց որոշված չի։ Մենք ենք որոշողները, ընդ որում ասեմ ձեզ, այս իշխանության նաև առանձնահատկությունը շատ սպეციფიկ է այն, որ ամեն ինչ գցում են ժողովրդի վրա։ Գցում են ժողովրդի վրա, պատասխանատվությունից դուրս են գալի, ժողովրդին են ասում, հələ տեսեք, դու ինչ ժողովուրդ ես։ Ասում ես, դու արժանի ես նրան, որ եկել է, դու չես դուրս գալի փողոցներում հեղափոխություն անես, ուրեմն դու այդպիսի ժողովուրդ ես, դու արժանի ես։ Ուրեմն համաձայն ես, եթե հեղափոխություն չես անում, ուրեմն համաձայն ես։ Հիմա մենք ինչ ենք ասում, այդպես երբեք չի լինելու։ Ես երբեք չեմ դնելու պատասխանատվություն այն մարդկանց վրա, ու մոտ ես գնացել եմ, խնդրել եմ քվե նրանց կյանքը լավացնելու համար, ոչ թե իմ կյանքը որ լավացնեմ, այլ որ նրանց կյանքը լավացնեմ, հետո ես տանձնեմ այդ պատասխանատվությունը իմ սխալները կոծկելու համար, փակելու համար, ժողովրդին ասեմ, ամբողջ ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է անճար, անթասիբ, նման բաներ, որ հանդուրժում է մեզ, հետնեմ այդ ռեպրեսիաներ անում։ Նույնիսկ հանդուրժելու համար հենց ինքն է մեղավոր ժողովուրդը։ Պարոն Թաթոյան, այսօր ձեզ ոմանք մեղադրում են ուշացման մեջ, ինչի մասին է խոսքը, ես հիշում եմ յուրաքանչյուր անդիմադիր շարժման ժամանակ, որոնց ինքս անձամբ մասնակցել եմ, երբ փողոցը մի փոքր ակտիվանում էր, անպայման ակտիվանում էին նաև խոսակցությունները վարչապետի թեկնածուի անվան հետ կապված, եւ եթե մի քանի անուն նշում էին, ապա այդ անունների մեջ եռյակի մեջ անպայման կար Արման Թաթոյանի անունը։ Ես պետք է ասեմ, որ իմ շրջապատում գոնե միշտ դրական ակնկալիք էր այդ ժամանակ ձևավորվում եւ մեծ էր լինում հիասթափությունը, երբ դուք հայտարարում եք հերթական անգամ, որ դուք ուզում եք զբաղվել ձեր գործով եւ ցանկություն չունեք քաղաքականությամբ զբաղվելու։ Ձեր նշած թվարկած փաստարկներին ի հավելուման ինձ հետաքրքիր է, որքանով է ձեր որոշման վրա ազդել, օրինակ, այն հայտարարությունը, որ Հայաստանը միջազգային ատյաններից հետ է կանչում Ադրբեջանի դեմ մեր հայցերը, որովհետև որպես իրավապաշտպանել ձեր գործունեությունը կարծեք ինքնանպատակ էր դառնում դրսում։ Արդյոք այդ հայտարարությունը ազդել է ձեր որոշման վրա։ Նախ յուրաքանչյուր շարժում, երբ տեղի ունեցել, երբ ինձ առաջարկվել է դառնալ վարչապետի թեկնածու, ամեն անգամ իմ որոշումները դրա հետ կապված հրաժարվելու առումով պայմանավորված են եղել նրանով, որ ես ամեն անգամ ինձ համար կարևոր է եղել, լավ ես այդ քայլը անեմ, արդյոք այդ քայլը արդյունք է տալու, լավ արդյունքի հասնելու դեպքում ինչպես է տեղի լինելու երկրի կառավարումը։ Իսկ ամեն շարժման հետ կապված պետք է դու խորքային ուսումնասիրես, հասկանաս, որովհետև յուրաքանչյուր շարժում ընդգրկում է հասարակության որոշակի խմբեր, չէ՞։ Եվ այնպես է ստացվել, որ դրանք այդ շարժումները մեր ոչ բոլոր հասարակությունն են եւ դրա ամեն մեկի առումով խոսույթն է մի դեպքում տարբեր եղել, մի դեպքում նպատակները հայտարարված ձևակերպումներն են ուրիշ եղել եւ այլն։ Եվ այս պայմաններում հատկապես այս process-ները ինձ բերեցին համոզման, որ իրականում անհրաժեշտ է նախաձեռնել այնպիսի մի գործընթաց, որը կլինի
ինքնուրույն եւ կընդգրկի մեր հասարակությանը միավորող հստակ ռազմավարություն ծրագիր, ու դրա հիման վրա մենք կկարողանանք արդյունքի հասնել, որովհետեւ այն, որ մինչև հիմա որևէ բան չի ստացվել իշխանափոխության հետ կապված, քաղաքական փոփոխությունների հետ կապված, եւ ավելի շուտ այսպես ասեմ, այն, որ մենք ունենք դեռ այս վիճակը, այս իշխանությունների նման քաղաքականությունը, պահվածքը, այս ակնհայտ հակահայ քաղաքականությունը, ըստ էության բոլորս ենք դրանում մեղավոր, բոլորս ենք, բոլորիս ձախողումն է դա, այսպես ասեմ, դրա համար անհրաժեշտ էր ամեն պրոցեսը վերլուծել, հասկանալ ի վերջո ինչ պետք է յուրաքանչյուր անգամ այն, որ չի ստացվել, հարցեր են առաջացել, ինչ պետք է անել, որպեսզի իսկապես ստացվի։ Մոտ երևի թե գրեթե 1 տարի մենք որոշեցինք իմ մի քանի ընկերներով որոշեցինք շատ հիմնովին զբաղվել այս հարցով եւ սկսեցինք նախապատրաստվել, մշակել դրա տարբեր ծրագրեր, քայլեր, կոնկրետ ոլորտային ուղղություններով, մասնագետների ներգրավեցինք, որտեղ ոչ միայն մեր ինքնությանը, անվտանգության սպառնալիքներին վերաբերող հարցեր են, այլ նաեւ սոցիալական պաշտպանության, առողջապահության, տնտեսական քաղաքականությանը եւ տարբեր այլ խնդիրներ, եւ դրանք այնպես պետք է մշակվեն ու ներկայացվեն, որպեսզի ընդգրկի առաջաստեղծի հիմքեր ամբողջ հանրության համերաշխության համար, միավորման համար, ու մենք շատ կարեւոր ենք համարում այն, որ պետք է գնալ արդեն կոնկրետ լուծումներ առաջարկելով, եւ այդ լուծումներն են, այդ դրական լուծումներով էլ պետք է մենք առաջ անցնենք։ Գիտեք, կարևորը յուրաքանչյուր անգամ եթե մտածես էմոցիոնալ ոգևորվածությամբ առաջ ընկնես, օրինակ տեսեք, ինձ անընդհատ ասում էին այդ շարժումների հետ կապված, այո, նաև ընկերներ, տարբեր մեր գործընկերներ, լրագրողներ, մեր հայրենակիցները, որ այ հիմա պետք է, հիմա ժամանակն է եւ այլն, ես ամեն անգամ փորձել եմ էմոցիոնալ հատվածը կողմ դնել եւ հասկանալ, լավ, ես այդ քայլը անեմ, ես պատասխանատու եմ, չէ՞։ Հիմա տեսեք, բոլորը մեր հայրենակիցները նախ շնորհակալ եմ բոլորին այս դրական վերաբերմունքի համար, դրական ընկալման համար։ Դա ինձ իմ խոսքը դարձնում եմ ամեն քայլը առավել պատասխանատու, որովհետեւ մենք այս ընկալմանը, այս ընկալումը ինձ համար առաջ է եկել դաժան այսպես գիշեր-ցերեկ աշխատանքի արդյունքում, պատերազմից հետո, պատերազմի ընթացքում, դրանից առաջ, ու ես շատ շնորհակալ եմ, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը գնահատում է դա։ Սա նաև ինձ համար շատ լավ ինդիկատոր էր, որ մեր ժողովուրդը շատ շնորհակալ ժողովուրդ է, այսինքն մենք իրականում, եթե իսկապես դու անում ես դրական մարդկանց համար, ժողովրդի համար, իսկապես կարողանում ես ունենալ այդ դրական գնահատականը, որը շատ ոգևորիչ է, հատկապես մարդու համար, ով պետական գործիչ է, ում աշխատանքը վերաբերում է, ուղղված է մարդու համար արդյունք ստեղծելուն, հաճախ կարող է անմիջական արդյունքներ չտալ, բայց դա շատ կարևոր է։ Հետեւաբար այստեղ չի կարելի, սա այն իրավիճակը չէ, որ մենք քննարկենք այս կոնկրետ պարագայում ուշ է, շուտ է։ Իհարկե ժամանակային գործոնը շատ կարևոր է, բայց նաև շատ կարևոր է, որպեսզի քայլը լինի նախապատրաստված, մշակված, մտածված, որտեղ սա շատ բարդ ոլորտ է, այսպես ասեմ։ Իմ անունը, իմ կյանքը ամբողջը կարելի ասել ներդրել եմ այս process-ի մեջ։ Դրա համար սա վճռական մտածված քայլ է եւ ես քայլ անելու դեպքում ես միշտ լավ իմացել եմ։ Ես այնպեսի մարդ եմ, որ քայլը անելուց այնպես պետք է լինի, որ դա մեկը լինի, վերջնականը լինի եւ վճռական ու անվերադարձ, այսինքն որոշումից հետ կանգնել տեղի չի ունենալու, որովհետեւ հակառակը ինձ հարիր չէ։ Դրա համար ինձ պետք էր շատ լուրջ նախապատրաստվել, պետք է համոզված լինեի, որ այդ քայլը իսկապես տանելու էր մինչև վերջ եւ վճռականությունը եւ նախապատրաստությունը այնքան հիմնավոր պետք է լիներ, որ իսկապես ծառայեր նպատակին։ Այս որոշման վրա իհարկե մեծ ազդեցություն ունեցավ այն, որ այն աշխատանքը, որ ես ամբողջ կյանքում կատարել եմ, իրավապաշտպան աշխատանքը, միայն այդ աշխատանքն այլևս արդյունք չէր տալիս։ Սա շատ մեծ ինդիկատոր էր ինձ համար, որովհետև տեսեք, մենք իմ լիազորությունների վերջին պաշտոնում լիազորությունների ժամկետի ավարտից հետո
ստեղծեցինք հիմնադրամ եւ այդ հիմնադրամի շրջանակներում պարբերաբար ներկայացնում ենք միջազգային դատական հայցեր, փաստահավաք աշխատանքներ ենք իրականացնում, տարբեր միջազգային կառույցներում ենք հանդես գալիս եւ եկավ մի պահ, որ ակնհայտ տեսնում ես, որ այլևս ոչ մի բան արդյունք չի տալիս։ Ներկայացնում ես միջազգային, ներկայացնում ես գանգատ եւ մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ որևէ այլտեղ կառավարությունը հայտարարում է, որ այդ գանգատները պետք է հետ վերցվեն։ Ներկայացնում ես ինչ-որ բողոք, դիմում, կլինի միավորված ազգերի կազմակերպություն, Եվրոպայի խորհուրդ, տարբեր այլ մարմիններ, կառավարությունը ասում է դրանք ամբողջը պետք է փակվեն։ Երկրի ներսում նույն վիճակն է, մոնիտորինգային աշխատանքով է զբաղվում, փորձում ես խնդիրները ներկայացնել, մարդու իրավունքների պաշտպանության հարցեր բարձրացնել, արդյունք չի տալիս, կառավարությունն ուղղակի անտեսում է դրանք, որովհետև քաղաքական շահերից չի բխում, առավել եւս հələ մի հատ էլ հաշվի առնելով, որ ես նախկինում հանդես եմ եկել կառավարությունը իմ պաշտոնի ուժով, կառավարությանը քննադատող հայտարարություններով, քաղաքականությունը քննադատող հայտարարություններով, դրանից ընդհանրապես sense նեղացածի կեցվածք ընդունելով այդ ընդհանրապես անտեսում էին մեր բոլոր առաջարկները։ Դե այդ պայմաններում ակնհայտ է դառնում, որ պատճառը արդեն քաղաքական է, քաղաքական իշխանության փոփոխությունն է, որ կարող է բերել այդ նպատակին։ Եվ հետո գիտեք, այստեղ մարդկային բարոյական կողմը շատ ուժեղ է իրականում։ Հիմա տեսեք միջազգային հայցերից հրաժարվել է, եկեք վերցնենք։ Նախ հայցերը մեր շատ պայմանական ենք ասում, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն հայցերի մասին, վերաբերում է բողոքներ, վեճեր, վարույթներ, ընդգրկում է համատարած ուղղակի միջազգային ատյաններում եղած մեր բոլոր հարցերը։ Եվ ամեն անգամ մտածում ես, լավ, կառավարությունը չի հասկանում, կառավարության ղեկավարի պաշտոն զբաղեցնող մարդը այսօր չի տեսնում, որ կան հասարակությունում մարդիկ, ովքեր այդ գանգատների տուժած մարդիկ են այդ գործերով։ Այսինքն այդ գանգատները օդից չեն հայտնվել, չէ՞։ Կան ճակատագրեր են, յուրաքանչյուր գանգատի հետևում մարդկային ճակատագրեր են։ Այո, հենց դա է, որ շատ ճիշտ ձևակերպեցիք, որ յուրաքանչյուր գանգատի հետևում մարդկային ճակատագրեր են, խեղված ճակատագրեր, ընտանիքի մոր համար տղայի զոհված լինելը, հոր համար անհետ կորած զավակ, խոշտանգված երեխա, խոշտանգված կին, եւ այս ամենը ինչպես կարող ես թողնել ու ասել ես ամեն ինչից հրաժարվում եմ եւ իմանալով, որ հանցան կատարածները, որոնք այդ ամենը արել են, պատժված չեն, ոչ միայն պատժված չեն, այլ ավելի ցինիկ են դարձել։ Ես նկատի ունեմ հենց ադրբեջանական հանցանքները եւ ավելին քաղաքականությունը այնպես է, որ ել ավելի են սաստկացրել։ Հիմա մեկ օրինակ ընդհանրապես բերեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը Ջերմուկի, Կապանի եւ մյուս մեր համայնքների կամ մեր Հայաստանի Հանրապետության մյուս հատվածների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նախաձեռնեցին հարձակում։ Այդ ընթացքում տեղի ունեցան նաև դաժան խոշտանգումներ, վայրագություններ եւ այդ թվում կանանց։ Նրանցից մեկը մեր կին հայրենակիցներից ամենադաժան ձևով խոշտանգվել էր ադրբեջանական զինված ծառայողները, կտրել էին նրա երկու ոտքերը, երկու ձեռքերը, աչքերը հանել էին, աչքերից մեկի մեջ քար էին դրել, ձեռքերը գլխավերևում կապել էին այնպես, որ ակնհայտ էր, որ նրան կենթանության օրոք խոշտանգել էին եւ մերկ մարմնի վրա էլ գրել էին Յաշմաբարը։ Սա ինչ է նշանակում։ Սա ամենադաժան հանցագործությունն է եւ դա էլ նկարահանել էին եւ տեղադրել էին ինտերնետում եւ ընտանիքի որոշ անդամներ էլ սա տեսել են։ Ես նրանց տանը եղել եմ։ Հիմա ես նրանց հետ խոսել եմ, վիշտը տեսել եմ, դաժանության հետևանքները տեսել եմ։ Ես ինչպես կարող եմ գնալ այդ հայցերը հետ վերցնել։ Դա որ այս մարդկանց իրավունքների պաշտպանության համար է, հասկանում եք, եւ հասկանում ես, որ դու ուղղակի անճար ես, չես կարող, ոչ միայն չես կարող անել, որովհետեւ է որոշել է գնալու հետ վերցնել։ Նախ այստեղ իմ կարծիքով շատ մեծ խնդիր կա լիազորությունների առումով այդ գանգատները վերցնելու, Հենց դա է բայց քաղաքական որոշում է իր ամբողջ պատասխանատվությամբ, իբր ԱՄՆ դրել են խաղաղության օրակարգ, բայց իրականում սա հատվածական մի հատ փոքր դրսևորում է եւ հարց է առաջանում. ո՞նց է խաղաղություն կոչելու այս իրավիճակը։ Ո՞նց է խաղաղություն կոչելու այն, որ մեր սահմանների, մեր սահմանային գյուղերում մարդկանց տների դիմաց կան ադրբեջանական զինված ծառայողներ, զորամասեր, դրոշներ, դիպուկահարներով նստած են մեր
գյուղեր ունենք, որ դպրոցների դիմաց նստած են, ամեն օր միջև հիմա տեղի ունենում ականների պայթյուններ, մարդիկ չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել, գյուղատնտեսությամբ նորմալ զբաղվել, որովհետև այդ բոլոր դրանց այդ արարքների պատճառով, այդ օկուպացիայի պատճառով Հայաստանի ինքնիշխան տարածքների վերահսկում են ռազմավարական կարևորագույն օբյեկտներ, պոչամբարներ, օդանավակայան, հեկեր։ Հիմա այս պայմաններում ես ուզում եմ ընդամենը մի քանի օրով այդ պաշտոնյաները, որոնք ամեն օր քարոզում են դրա մասին, հələ մի հատ գնան ապրեն այդտեղ։ Կկարողանան հանգիստ ապրել։ Մի բան տեղի ունեցավ, ոնց են իրենց անգամ կկարողանան պաշտպանել, այդպես մեծ խոսում են։ Հիմա այս պայմաններում հարց է առաջանում, ինչ կարող ես անել։ Այսպես թողենք ու նստենք, ոչ մի բան չանենք, չի լինում։ Դրա համար էլ արդեն անիմաստ է դառնում որևէ բան դիտարկել, ամբողջ կյանքում դու ուզել ես քաղաքականությամբ զբաղվել, չես ուզել մասնագիտական աշխատանք ես ուզում անել, չես ուզում անել, արդեն ամբողջությամբ դառնում է քեզ համար այո, ամբողջությամբ դառնում է ինքնանպատակ, որտեղ ստացվում է դու ինքնախաբեություն է, դու ոչ չես կարող ուղղակի անես։ Հիմա իմ ընկերները կան, որ ես նրանց հետ խոսում եմ, միջև հիմա իմ ընկերներից կան, որ իրավապաշտպան աշխատանքներով են զբաղված, չէ, գնում են քննարկումներ են անում, այստեղ են գնում, այնտեղ են գնում, շատ լավ է թողանել, բայց ես նրանց հետ երբ խոսում եմ, առանձին մեր քննարկումների ժամանակ հաճախ հարցնում եմ, ասում լսեք, դու որ գնում եք այդ քննարկումներին այդքան, բայց դուք չեք տեսնում, որ դրանք արդյունք չեն տալու։ Ի վերջո արդյունք չեն տալու, որովհետև քանի կան այս իշխանությունները, նրանք այդ գանգատները հետ են վերցնելու։ Վաղը չէ մյուս օրը ձեր գործունեությունը համարելու են թշնամական, որովհետև այնտեղ առանձին այդ ստորագրված պայմանագրերում, առանձին ձևակերպներում կան դրանք։ Եվ ավելին Ադրբեջանը պահանջելու է, որպեսզի անգամ այդ հարցերը ենթակա լինեն պատասխանատվության։ Հասկանում եք։ Պարոն Թաթոյան, Նիկոլ Փաշինյանը որքան բարեհաճ է Ադրբեջանի իշխանությունների, ադրբեջանցիների հանդեպ պատրաստակամորեն այդ հայցերը պատրաստ է հետ կանչելի, նույնքան դաժան է սեփական երկրի քաղաքացիների հանդեպ, նույնիսկ Կոչուբաևի կալանավորման հետ կապված անգամ մարդու իրավունքների գործող պաշտպաններ արձագանքել, որ դա անթույլատրելի է, եւ վերջին շրջանում հաճախ են շեշտում, որ կալանքը որպես խաթփանման միջոց Հայաստանում չափից ավելի չարաշահվում է։ Մենք այսօր ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ կալանքի տակ գտնվող։ Մենք ունենք կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, որը երկար ամիսներ կալանավայրում է, կալանքի տակ է գտնվում, ինչի համար նոթատետրում գրառումներ անելու համար, բազմազավակ հայր ընդամենը տանը գունավոր ծուխ պահելու համար, այսինքն բազմաթիվ մենք օրինակներ ունենք եւ ամեն անգամ, երբ խոսքը գնում է այս կամ այն քաղաքական դրդապատճառով մարդուն ազատությունից զրկելու մասին, անմիջապես հենց դատավորներ կան, որոնց անունը բավական է, որ դու հասկանաս խափանման միջոցը ինչ է լինելու։ Դուք էլ հավանաբար գիտեք ում մասին է խոսքը։ Ընդհանրապես Հայաստանի իրավական դաշտում ինչ է կատարվում։ Մարդիկ ինչու են այսքան պատրաստակամորեն կատարում ակնհայտ ապօրինի հրահանգներ։ Ինչն է պատճառը։ Վախն է, ինչն է։ Առասարակ կալանքը բացառիկ միջոց է եւ միշտ է այդպես եղել։ Ծայրահեղ դեպքում օգտագործում։ Այո, դու կալանքը կարող եք կիրառվել, եթե նաև որպեսզի մեր հայրենակիցներն էլ իմանան, մեզ դիտողները, կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ մյուսներով, այլընտրանքային միջոցներով չես կարող ապահովել պատշաճ վարքագիծ, կոնկրետ անձի հետ կապված։ Կալանքը միշտ է չարաշահվել Հայաստանի Հանրապետությունում։ Ես այդ մասին բազմիցս խոսել եմ զեկույցներով եւ այլն։ Բայց հիմա ակնհայտ է, որ դա շատ ավելի սաստիկ դրսևորումներ է ստացել։ Քրեական հետապնդումը այսօր դարձել է մահակ, արդարադատության համակարգը, դատարանները մահակ մարդկանց գլխին եւ քաղաքական որոշում կայացնելու դեպքում, իսկ դրանք արդեն շատ են հաճախակիացել, ակնհայտ է, որ դու չես կարող պայքարել ոչ մի բանի դեմ, պատ է ուղղակի, չես կարող դրանից անկոմանցնել։ Ինչու է դա սա կատարվում։ Նախ սրա պատճառները իրականում խորքային են նաև եւ ես կարծում քաղաքական իշխանությունները շատ լավ դա հասկանում են, օգտագործում են հոգուտ իրենց, այսինքն ինչ են անում, ունեն համակարգում բնականաբար մարդիկ, որոնք իրենց ծանոթ, ընկեր, բարեկամ, նախկին կուսակցականներ, սա էլ ասեմ, եւ դրա համար անհրաժեշտ է լինելու անպայման արգելել, որ կուսակցական հատկապես ղեկավարը կառավարող խմբակցության կամ իշխող կուսակցության անդամները հնարավորություն ունենան զբաղեցնել պաշտոններ, որոնց համար պահանջի արգելված է, որպեսզի կուսակցական լինի։ 5 րոպե առաջ պաշտոնը զբաղեցնելուց դառնում են
հրաժարվում են կուսակցության անդամությունից եւ դառնում են նշանակվում են այդ պաշտոնների ու սկսում են կեղեքել մեր ժողովրդին քաղաքական իշխանությունների հրահանգների հիման վրա։ Հիմա տեսեք ինչ է ստացվում, որ խոսքն իրականում չի վերաբերում համակարգում, իրավապահ համակարգում, դատական համակարգում աշխատող բոլոր մարդկանց, Բնականաբար այստեղ կան բարոյական մարդիկ, այստեղ կան օրինապահ մարդիկ, բայց նրանք են հետապնդվում, նրանք են հետապնդվում, այսինքն հեշտ չէ այսօր սկզբունքայնությունը եւ պրոֆեսիոնալիզմը պահել։ Ես դեռ մի քանի տարի առաջ եմ ասել, որ այն դատավորները օրինակ, որոնք 2018 թվականից առաջ համարվում էին անկախ եւ իսկապես մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլեր էին ձեռնարկում եւ այլն, հիմա նրանք են Դավիթ Գրիգորյանի օրինակը ունենք, Ազարյանի ենթարկվում եւ սա նորից էլի քաղաքական իշխանության, քաղաքական վախերով ղեկավարվող իշխանության, որ այ հանգարց մեկը մի բան չասի, խոսքի եւ ընդ որում ձևն էլ այնպես են անում ռեպրեսիվ եղանակով, որ գետնին տապալելով, արժանապատվությունը ոտնահարելով։ Ես ուզում եմ նաև մեր իրավապահ մարմիններին, մեր դատավորներին ասել, որ նրանք այս կերպ ոտնահարում են ձեր հեղինակազրկում են ձեզ հեղինակազրկում են եւ սրա համար պետք է որպեսզի դուք այդ վիճակում չհայտնվեք, պետք է քաղաքական իշխանության փոփոխություն եւ մեր քաղաքական իշխանության դեպքում լինելու է արժանապատիվ ծառայություն բոլոր իրավապահ մարմինների համար, դատական համակարգի դեպքում հստակ պետք է կարգավորում են այս խնդիրները։ Իսկ այսօր այո, մենք ունենք քաղաքական ուղղորդմամբ, քաղաքական հաշվեհարդարով իրականացվող հաշվարկով իրականացվող քրեական հետապնդումներ եւ այնպես է այն վիճակի է հասել, որ բացահայտ հայտարարում են, անում են քաղաքական հայտարարություններ կառավարության ղեկավարի ամենաբարձր մակարդակով, հետո ազգային ժողովի падգամավորներով, դրանից հետո նրանց հարող տարբեր անձանց, քաղաքական թիմի անդամներով, քաղաքական թիմի, այսպես իբր թաքնված, բայց իրական անդամներով, քաղաքական իշխանությամբ ամբողջությամբ նախապատրաստում են եւ քրեական հետապնդումով ու դատարանով մահակի պես վերջում հարվածում են։ Սա այդ մուրճի էֆեկտն է եւ պատահական մենք չասեցինք, որ այս մուրճի գաղափարը, որ ինքը 21 թվականից սկսած հիշում եք, որ թափահարում էր այսպես, այո, նկար էին հրապարակել, սա դարձել է բռնության, մարդու իրավունքների խախտումների անօրինականությունների սիմվոլ, որովհետև նախ մուրճը ինքը ի սկզբանե արդեն հակադրության հիման վրա է աշխատում։ Չէ, մուրճ նշանակում է նաև սփռել վախեր։ Ես շատ եմ քննադատել 2021 թվականին այս մուրճի ցուցադրությունը, որպես վախեր սփռել, որպես ուժի ցուցադրություն, բայց բիրտ ուժի ցուցադրություն, հիմա տեսեք բռնության ու անօրինականությունների ու մարդու իրավունքների կոպիտ խախտումներով է դրսևորվում։ Եվ այս իշխանությունը դրա համար է, որ ինքը աշխատում է ատելության վրա։ Դուք հենց տեսեք հանրամասն եկեք վերցնենք նայենք, ամեն ինչը աշխատում է հակադրությունների, ցասումի, թշնամանքի, ատելության միջոցով է ինքը իրականացնում մոբիլիզացիա։ Սա նշանակում է, որ հասարակությանը պառակտել, թշնամացնել, իրար դեմ հանել մարդկանց։ Այ ես չասեմ, այսպես մեր հետ կոնկրետ մեզ վրա օրինակը չբերեմ, բայց ես ուղղակի վստահ եմ, որ միջին երկու հոգու հետ նստածնես նրանց, այս իրենց քաղաքականությունը կրողներին, եթե մի քանի րոպեում չէ, շատ կարճ ժամանակ հետո կկրվաստան այդ մարդկանց իրար հետ։ Մի բան կասեն, օրինակ մեկին կասեն հələ նայես այն ժամացույց ունի, այ դու այ ինքը տես հələ որտեղից է ժամացույցը իրան, տես դու հələ չունես այդ ժամացույցը։ Ընտանիքներ են փլուզվել Նիկոլ Փաշինյանի վեճի շուրջ։ Հիմա տեսեք մարդկային ինչ նուրբ կողմերի վրա են խաղում էմոցիոնալ, զգացմունքային տարբեր եւ այլն։ Միջդեռ դու կարող ես այդ ամենը օգտագործել հակառակը մարդկանց միավորելու, դրականը բերելու, բոլորով միասին հանուն երկրի աշխատելու համար եւ ոչ թե պառակտումների հակադրությունների, որովհետեւ 2018 թվականի իրադարձությունները նույնպես հակադրությունների, այսպես ատելության, ժողովրդի ցասումի հիման վրա էր, որովհետեւ արդարացի գոյացել էր, բայց տեսեք օգտագործվեց ինչ նպատակի համար։ Պարոն Թաթոյան, ուզում եմ վերադառնանք եկեղեցուն, որի դեմ բռնաճնշումները շարունակվում են եւ ավելի խիստ երանգ են ստանում։ Փաստորեն մենք ունենք արդեն 3 գլխատված հայ եկեղեցու թեմ, Տավուշի, Շիրակի թեմերին
միացել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդը, նա եւս 2 ամսով կալանավորվեց, եթե այսպես շարունակվի, եպիսկոպոսած առաջիկա ժողովը կարող է նաև ԱԱԾ մեկուսարանում անցկացնել, իհարկե սա ցավոտ կատակ է, բայց ամեն դեպքում իրավիճակը այսպիսին է։ Ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը հայ եկեղեցուց, պարոն Թաթոյան, ինչ է սա, եկեղեցու հեղինակությունը հանգիստ չի տալիս Փաշինյանին, գուցե ինքը իրեն նաև հոգևոր առաջնորդի դերում է պատկերացնում, թե ամեն դեպքում կա նաև արտաքին գործընկերներին հաճոյանալու խնդիր, որովհետև Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները եւ տեսակետները հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ զարմանալիորեն համընկնում են Փաշինյանի տեսակետներին եւ հայտարարություններին։ Ինչն է խնդիրը եւ ինձ հատկապես հետաքրքրում է ինչ կարող ենք անել մենք որպես առաքելական եկեղեցու հետևորդներ, որովհետեւ այս ամենը նաեւ մեզ է վիրավորում, մեր հոգևոր զգացմունքներն է նաեւ նվաստացնում։ Ես կարծում եմ, տեսեք, սա նա անում է առնվազն 2 նպատակով։ Առաջինը, որպեսզի երկրի ներսում չունենա հակադրություններ եւ իրեն քննադատություններ ուղղված, իսկ հայ առաքելական եկեղեցին ինչ որ հարցերում է դիրքորոշում արտահայտում, հանրության պարակտվածությունը անթույլատրելի է համարում, Արցախի հայաթափման հետ կապված, մշակութային ժառանգության հետ կապված, եկեղեցիները պահպանելու հետ կապված եւ այլն։ Մի նպատակը սա է։ Երկրորդ նպատակը ես կարծում եմ առավել այստեղ կարևոր է իրենց համար, այդ ադրբեջանական պահանջներն են։ Ադրբեջանական իշխանությունը հայ առաքելական եկեղեցին հռչակել է որպես 5-րդ չարասուն, որպես պատերազմի եկեղեցի, չգիտեմ, ռևանշիստներ եւ այլն։ Նախ այն, որ հայոց եկեղեցին մշտապես հանդես է եկել հանդուրժողականության, համերաշխության, խաղաղության կոչերով, դա ակնհայտ է եւ դա պատմական նշանակություն ունի։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին, նրա այդ քաղաքականությունը, նրա հայտարարությունները, միջազգային հանդիպումները, որտեղ նա մեղադրում է հայոց եկեղեցուն, համարում է խաղաղությունը խոչընդոտող եւ այլն, սրանք նրա առանձին վերցած ինքնուրույն հայտարարությունները չեն, սա ադրբեջանական պետական քաղաքականության բաղկացուցիչ մասեր են։ Ուղղակի իրենք ինչ են արել, մի մասը, հոգևոր մասը, այսպես իբր ասած, որը մարդասիրական մասն է, տվել են հոգևոր առաջնորդին, մի մասը տվել են տարբեր ՀԿ-ների, բայց այս մասը դարձրել են լրիվ իբր հոգևոր առաջնորդի հարց։ Եվ այո, հետաքրքիր է, որ մենք այդ մոնիտորինգը արել ենք, սրանք փաստեր են, սրանք հենց այնպես ես չեմ խոսում, որ համընկնում է, երբ խոսում է ադրբեջանական կողմը, լինի նախագահը, լինի հոգևոր առաջնորդը, մեզ մոտ միանգամից ակտիվանում են ռեպրեսիաները, պահանջները, նույնիսկ օրերով կան, որ համընկնում են, նույնիսկ հայտարարությունները, ձևակերպումների, բառերի առումով, նույնիսկ բովանդակության իմաստով էլ, նույնիսկ համընկնում են։ Հայոց եկեղեցին դարերի խորքից մշտապես կանգնած է եղել մեր պետականության նսատար եղել, մեր ժողովրդի միասնականության, հասարակությունը համախմբելու հարցերում։ Օրինակները բազմաթիվ են մեր պատմության մեջ, երբ պետականության բացակայության, պետականության առկայության պայմաններում նաև եկեղեցական ժողովները հրավիրվել են նաև հանրային համերաշխության հարցերով, պարակտումները վերացնելու, կանոններ են սահմանել, անգամ ունենք սահմանադիր ժողովներ, սկսած Աշտիշատի հայտնի ազգային եկեղեցական ժողովից, հետո Դվին, Անի ժողովները եւ այլն։ Շատ հետաքրքիր է, օրինակ, ուզում եմ վերել Աղավենիում 488 թվականին տեղի ունեցած ազգային եկեղեցական ժողովը, որը հրավիրվել էր այդ ժամանակ վաճառական թագավորի նախաձեռնությամբ, այսինքն աշխարհիկ իշխանության նախաձեռնությամբ էր հրավիրվել, եւ որպեսի լուծեին պարակտվածությանը վերաբերող հարցերը, տարբեր կառավարչական բնույթի հարցեր եւ ընդունել էին սահմանադրություն։ Ինչ եմ ուզում սրանով ցույց տալ, որ երբ նրանք գործել են համատեղ, այս բոլոր դեպքերում մենք շատ ավելի ուժեղ ենք եղել եւ այդպես էլ պետք է լինի։ Ու գիտեք, մենք ունեցել ենք նաև հոգևորականներ, որոնք դրել են անգամ կանոնական, իրավական տարբեր կարգավորումների, կանոնների, օրենքների հիմքեր, ակունքներում են կանգնած եղել։ Ամենավառ օրինակը Մխիթար Գոշն է։ Այս պատմական դիսկուրսի մեջ շատ որպեսի չմտնենք, ես ընդամենը ասեմ, որ այսօրվա հետապնդումները եկեղեցականների, դրանք միանշանակ քաղաքական
ունեն հաշվեհարդարի հիմքով են։ Նախ պատճառներից է նաև այն, որ եկեղեցին հանդես է եկել կառավարության հրաժարականի պահանջով, սա նույնպես քաղաքական է, եւ մենք պետք է նկատի ունենք մի քանի հարց։ Փաշինյանը հայտարարում է, որ ես հայոց եկեղեցու հետևորդ եմ եւ ասում է շահագրգռված եմ, որ եկեղեցին, չգիտեմ, համապատասխանի իր պատկերացրած պահանջներին, ու ինչ է անում, ինքնուրույն մի հատ process է սկսում, որը իբր թե գալու է փոխարինելու հայոց եկեղեցու հավրամակներով գործող մեխանիզմին ինստիտուցիոնալ, ազգային եկեղեցական ժողովը, ընտրությունը, կաթողիկոսը եւ այլն։ Բայց ինչ ասում, ամեն անգամ այս քայլերին դիմելիս ասում է ես հայ եկեղեցու հետևորդ եմ։ Եվ այդ բառերը ասելով սկսում է տարածել ատելություն, թշնաման, գրառումներ է անում, որոնք ոչ միայն թշնամանք ու ատելություն են գեներացնում եկեղեցու նկատմամբ, այլ մենք մանրամասն շատ ուսումնասիրել ենք նրա գրառումների ներքո արկա մեկնաբանությունները, տարբեր լրատվամիջոցներում արկա քաղաքացիների մեկնաբանությունները, մարդիկ իրար դեմել են թշնամանում դրանով, այլ ավելի է ամրապնդվում այս ատելությունը, հակադրությունը, բայց սա նրա լիազորությունից ոչ մեկ չի բխում, այլ կոպիտ հակասում է, գիտեք, համանadrության օրենքի տեսանկյունից դու վարչապետ ես, կապ չունի, պաշտոնի նշանակված մարդ ես, ով ստանում է աշխատավարձ մեր ժողովրդի հարկերի հաշվին, քաղաքացիների հարկերի հաշվին, նա ստանձնել է պարտավորություն իրականացնել կոնկրետ այդ լիազորությունները եւ ոչ մի նշանակություն չունի, թե առավոտը դու արթնանում ես, ինչ տրամադրություն ունես, ցերեկը ինչ տրամադրություն ունես, երեկոյան ուր ես ուզում գնաս, ինչ ես ուզում անես, հոգեվիճակդ ինչպիսին է, դու ունես կոնկրետ լիազորություններ եւ պարտավոր ես դրան կատարել։ Սա շատ հստակ օրենքի պահանջ է։ Դրա համար է այստեղ նաեւ այս բոլոր քաղաքական հաշվեհարդարը, այս հետապնդումները նաեւ օրենքի կոպիտ խախտումով են իրականացնում, այսինքն օրենքը արգելում է նման որևէ հիմքով այդպիսի քայլ անելը։ Եվ գիտեք, այսպիսի մի կարևոր հարցեր կասում է, ես քրիստոնյա եմ եւ որպես քրիստոնյա եմ անում։ Քրիստոնեությունը քարոզում է հանդուրժողականություն, քրիստոնեությունը ընդհանրապես կապ չունի ատելության խոսքի հետ, թշնամանքի հետ։ Հիմա այս պայմաններում ինչ կապ ունի նրա ասածը քրիստոնեության հետ։ Եվ ի վերջո ամեն օր խոսում է խաղաղությունից։ Ով է տեսել երկրում խաղաղություն, որտեղ ատելություն ու թշնամանք է հրահրում հենց ինքը կառավարության ղեկավարը։ Աբսուրդայինը նաև այն է այս իրավիճակում, որ փաստորեն հասարակության մեջ ամենացածր վարկանիշ ունեցող կառույցը, եթե կառավարություն ընկալենք որպես առանձին պետական կառույց, որոշում է տնօրինել հասարակության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող եկեղեցու ճակատագիրը, օրենքները, կարգ ու կանոնը։ Այսինքն այս իրավիճակն էլ մի քիչ Անկամ եթե վարկանիշ, եթե մի պահ վերցնենք, այո, ճիշտ է, բայց անգամ վերցնենք, եթե անգամ վերցնենք, պատկերացեք իրենն է 10 անգամ բարձր եկեղեցուց, 100 անգամ բարձր եկեղեցուց, այսինքն դու կարող ես անօրինականություն անել։ Այսինքն մեկը մի հատ նշանակում է, բերենք մի հատ ընտրենք մարդու, ով ունի հանրային բարձր հեղինակություն այս պայմաններում, ասենք դե լավ, որ մենք բոլորս քեզ շատ ենք սիրում, դիր ինչ ուզում ես արա, օրենքները խախտի, փշրի, անօրինականություններ արա, հետո ասա, բա ես գիտես բարձր վարկանիշ ունեմ։ Այդպես բան չկա, օրենքի տեսանկյունից կապ չունի դու քո մասին ինչ կարծիք ես, հասարակությունը քո մասին ինչ կարծիք է, լիազորությունների տեսանկյունից։ Եվ նաև ասեմ, որ այս process-ը իհարկե մեծ հարված է Հայաստանի ժողովրդավարությանը, մարդու իրավունքների համակարգին, միջազգային իմիջին, որովհետև ժողովրդավարական միջազգային կանոնները չեն հանդուրժում նման բաներ, չեն հանդուրժում ատելություն, թշնամանք եւ դրանից բացի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հետապնդումները դուք ձեր հարցի մեջ ճիշտ անդրադարձաք նաև կրոնի ազատության կոպիտ խախտումներ են։ Սա ինչու է համարվում կրոնի ազատության եւ խախտում եւ միջազգային իրավունքը կամ միջազգայինորեն սա պաշտպանված է, որովհետեւ երբ հետապնդում են հոգեվորականի, ոչ միայն խոսքը նրա կրոնի ազատության իրավունքն է, այլ հետևորդների նաև կրոնի ազատության իրավունքն է։ Տեսեք, հայոց եկեղեցին շատ ճիշտ հայտարարել էր այս մի քանի օր առաջ այդ ձերբակալումների հետ կապված, որ եկեղեցիները փակել են, ծիսակատարություններ չեն կարողացել անել, մարդիկ չեն կարողացել մուտք գործել, ամբողջը այսպես ամբողջ process-ը գնում է մաքուր ռեպրեսիվ ճանապարհով, եւ քաղաքացին ուզում եմ գնամ եկեղեցի, չեմ կարողանում մտնել։ Ուզում եմ գնամ այն հոգեվորականի մոտ ում մոտ ես կարող եմ բացվել, խոսել, մեղքերի թողություն անել եւ այլն, չեմ կարողանում այլևս գնալ կամ աղոթել անգամ։ Սա նշանակում է դրա համար է, որ սա նաեւ կրոնի ազատության խախտում է մարդկանց նկատմամբ։
Պարոն Թաթոյան, միևնույն է, Նիկոլ Փաշինյանը որքան էլ բռնաճնշումների ենթարկի հոգևորականներին, քաղաքական անդիմախոսներին, ցանկացած մեկին, ով կհամարձակվի իրեն քննադատել, այդուամենայնիվ նա իրեն ներկայացնում է որպես խաղաղարար, որովհետև ինքը ստորագրել է խաղաղության փաստաթուղթը եւ դա ներկայացնում է որպես Հայաստանի ճակատագրի համար վճռորոշ։ Այնուամենայնիվ, խաղաղություն թե խաղաղության պատրանք, ինչ է այդ փաստաթուղթը, ինչ կայացած փաստ, որի հետ հավանաբար իշխանության, այդպես ասած, հաջողության գալու դեպքում դուք ինքներդ պիտի առերեսվեք, ինչ կա այդ փաստաթղթում, որը վտանգավոր խութեր է պարունակում Հայաստանի համար, անդառնալի, եւ կան արդյոք կետեր, որից հնարավոր է օգտվել եւ օգտագործել իշահ Հայաստանի։ Այդ փաստաթուղթը ընդհանրապես կապ չունի խաղաղության հետ։ Այդ փաստաթուղթը Ադրբեջանի միակողմանի պահանջների հիման վրա կազմված փաստաթուղթ է։ Սա ակնհայտ երևում է։ Ոչ միայն փաստաթղթի ձևակերպումներից է երևում, այլ Ադրբեջանի ղեկավարության պահվածքից, հարցազրույցներից, Հայաստանի իշխանությունների պահվածքից, նրանց խոսույթից այդ փաստաթղթում արկա ձևակերպումներն այնպիսին են, որ դրանց իրականացման մեխանիզմները լրջագույն սպառնալիքներ են ներկայացնելու մեր երկրի համար։ Գիտեք, եւ նրանք անգամ ստեղ չկարողացան օգտագործեին ԱՄՆ-ի պես երկրի կարևորագույն միջնորդական առաքելությունը, որպեսզի կարողանանք մեզ համար գոնե ունենալ փաստաթուղթ, որը արտահայտում է իրապես մեր շահերը։ Տեսեք, այդքան ասում եմ, մի քանի ընդհանուր օրինակ բերեմ։ Նախ այդ փաստաթուղթը պարզապես Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քայքայող փաստաթուղթ է։ Այնտեղ դրույթներ կան, որոնք քայքայելու են Հայաստանի անկախությունն ու իշխանությունը, էրոզիայի են ենթարկելու մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մի քանի ընդհանուր դրույթով եկեք ցույց տանք։ Առաջինը այդ փաստաթղթում ամրագրված է, որը անընդհատ դրա մասին խոսում է իշխանությունը, տարբեր սկզբունքներ, այդ թվում փոխադարձության սկզբունքը։ Հիմա եկեք տեսնենք պահպանված է թե չէ։ Ադրբեջանի համար հատուկ ամրագրված է, որ Ադրբեջանի համար ապահովում է անխոչնդոտ անցում այդ թրիփով, ճանապարհով։ Հայաստանի համար գրված է փոխադարձ հարաբերություններով։ Դա ակնհայտ է, որ չի պահպանվում։ Հիմա հարց է առաջանում. իրականացման կոնկրետ մեխանիզմը ո՞նց են պատկերացնում։ Իրենք չեն նշում, չէ՞, որովհետև չգիտեն ինչ իրավական մեխանիզմներ է այդտեղ լինելու։ Օրինակ, մեր պատկերացեք ադրբեջանական կողմից գալիս են եւ մեր քաղաքացու նկատմամբ նրա իրավունքները խախտող մեր քաղաքացու նկատմամբ հանցանք է որևէ կատարվում։ Ինչ որ մի սադրանք եղավ, ով է քննելու այդ գործը։ Ես այս հարցերը վաղուց եմ բարձրացնում։ Ով է քննելու այդ գործը, որ երկրի քննիչն է գալու, դատախազն է գալու, ենթադրաբար ինչ ենք հասկանում, եթե ադրբեջանական զինված ուժերն են, ադրբեջանական կողմն է, արդյոք նշանակում է նրանց քննիչներն են գալու, արդյոք նշանակում է մերը եւ մեր քննիչները այս պայմաններում, այս իշխանության գործելու պայմաններում դուք կարծում եք կամ ինչ-որ մեկը այդքան միամիտ է կարծում է նրանք կարողանալու են ձերբակալել ադրբեջանական զինծառայողների, որքան էլ ուզում է միջնորդական առաքելություն լիներ, չի կարող դու չես կարող ապահովել մի բան, որը չի արտահայտում քո երկրի իրավազորությունը։ Եվ մեկ այլ դրույթ կոնկրետ փաստաթղթում, ընդ որում ասեմ ձեզ, այդ փաստաթղթում նաև կան դրույթներ, որոնք իրականացման առումով մեկը ունենալու են խնդիրներ, թեև ձևակերպումների մակարդակով կարծեք թե շատ քիչ նորմալ են։ Օրինակ, այնտեղ մի դրույթ կա, որ երկրները չեն միջամտում իրար ներքին գործերի։ Բայց Ադրբեջանի պահանջով մեզ մոտ հայտարարում են, որ փոխելու են Ոչ միայն այդ փաստաթղթերը ստորագրելուց անմիջապես հետո երկու ստորագրող կողմերը Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ասուլիս են տալի։ Ադրբեջանի նախագահը ասուլիս է տալի, ասում է Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, եթե չփոխի, դա անհարգալից վերաբերմունք է Ամերիկայի նախագահի նկատմամբ։ Հələ տեսեք, ինչ աստիճան է մանիպուլացնում, բայց ինչ է անում, որովհետև նա ունի հստակ ծրագիր եւ նրա նպատակն է անպայման ամեն ինչ անել, որ մեր սահմանադրությունը փոխվի։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Դրա համար է Հայաստանի իշխանության մակարդակով չկա այս առումով ոչ մի արձագանք, հակառակը հլասումը բերեք փոխենք սահմանադրությունը։ Եվ մեկ այլ այստեղ կարևորագույն այսպես մեխանիզմ կամ մեկ այլ վտանգ է այն, որ միջազգային մեխանիզմները մեկուսացվել են այս փաստաթղթերից։ Օրինակ, վերցնենք անհայտ կորածների։ Անհայտ կորածների ծնողները ամեն օր այդ մարդիկ տառապանքի մեջ են, չէ՞ ապրում։
ձգվող, շարունակվող չարչարանքների տառապանքների մեջ են։ Հələ տեսեք, Արսեն Պողոսյանը եւս ձերբակալվեց, կներեք ձերբակալվեց, որը երկար ժամանակ որոնողական աշխատանքներ կալանավորված է, այսինքն ոչ թե ձերբակալված, երկար ժամանակ մասնակցում էր որոնողական աշխատանքներին առողջական խնդիրներով, այժմ նա կալանավորված է եւ կալանքն է կրում։ Տեսեք, սա օրինակներից է, Արսեն, քանի որ այսպես միջանկյալ քննարկենք այս հարցը, ես ինքս եմ իմ աչքով տեսել, ինչպես են անհայտ կորածների ծնողները, հարազատները, այդ թվում Արսեն Ղուկասյան, մասնակցել որոնողական աշխատանքների։ Ամենադաժան պայմաններում, որը ռուս խաղաղապահների հետ, որը ադրբեջանական զինված ծառայողների ուղեկցությամբ, որը մեր այն աշխատակիցների հետ, բայց այդ մարդիկ տառապանքով անորոշության պայմաններում եկել են, չգիտեն ինչ անեն, որտեղից ումից ինչ գնան ուզեն, անընդհատ խաբում են, հույս են տալիս մարդկանց, այսօր վաղը, չգիտենք ոնց կլինի, այս կլինի։ Ել մի հատ դուք Արսեն Ղուկասյանի գործով ասեցիք, ես փաստաբանի հետ խոսել եմ եւ փաստաբանը նաեւ հրապարակային հայտարարություններ էր արել։ Այդ օրը տեսնում ենք ինչ ուղղակի անտեսված վիճակում են մարդիկ։ Դե գնացել են մարդիկ ասում են մենք պահանջ ունենք, մեզ այս երկրի համար տվել ենք մեր ամենաթանկը, մեր երեխաներին ենք, չկան, հիմա մենք ուզում ենք տեղեկություն իմանանք ձեզանից։ Համար գոնե իջեք, պետքա իջնել այդ մարդկանց հետ խոսել, որովհետև սա գիտեք նաև արժեքային կարևոր համակարգ է եւ ազդում է մյուսների վրա։ Հիմա տեսեք, ասենք նայում են, չէ, նրանց տարբեր ծնողներ, զինվորական ծառայության տարիքի, այո, երիտասարդներ, եւ ինքը ինչ է տեսնում, ասում է մարդ, եթե ես գնամ հաջորդ անգամ կռիվ, իմ հետ մի բան լինի, այս ծնողիս հրդես ինչ են անել, տանուլ են քաշքշեն, տանուլ են անօրինական կալանավորեն այն պարագայում, որ իմ ծնողը գալու է ուղղակի իմ մասին տեղեկություններ ուզի, սա շատ վտանգավոր ուղերձ է գնում։ Հələ մի հատ էլ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հələ դու տեսեք ցինիկության աստիճանը հանդիպել են Արսեն Ղուկասյանի եւ մյուսների հետ, ասել են մենք չգիտեինք, որ դուք պաշտպանության նախարարության դիմաց բողոքում են։ Բայց այս բան ո՞նց կարող է ամբողջությամբ համացանցը լցված այդ նորություններով։ Դու մի հատ այնտեղ ինչպես ասում են ծիտը մի հատ թռնի, մի անգամից ինֆորմացիան գնում հասնում է։ Ո՞նց կարող ես ասել, մենք 2 օր դուք բողոքում եք, մենք չգիտեինք, որ նման հարց է առաջ եկել։ Եկեք հիմա նորից էլի հետ գանք այդ փաստաթղթին։ Անհայտ կորածների իրավունքների հետ կապված որոնողական աշխատանքների եւ այլնի հետ կապված կա ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմ։ ՄԱԿ-ի կոնվենցիա գոյություն ունի։ Այդ կոնվենցիան օրինակ Ադրբեջանը միջև չի վավերացրել։ Բա Հայաստանի իշխանություն հարց չի առաջանում կոմոդ։ Ինչի չի վավերացրել միջև Ադրբեջանը։ Որտեվ չի ուսում իրականացնի այդ պարտավորությունները։ Բա կոմոդ հարց չի առաջանում, այ մարդ բեր հələ միջազգային մեխանիզմները օգտագործեմ, ճնշեմ, նենց անեմ, տանեմ վավերացնել տամ։ Չտանեմ հետո անգնեմ ես աշխարհակաղակական տարբեր գնդակի պես ինձ ստեղից գցեն միտեղ, գնամ միտեղ, գնամ միտեղ, ես էլ կամ հասարակությանը խափեմ, որովհետև չգիտեմ ինչ ասեմ այդ հասարակությանը, ինձ էլ պետք չի որ ոչ մեկ Երևանը դրա մասին։ Բա փոխարենը դու հենց պետք է անեիր, որ այդ միջազգային մեխանիզմը Ադրբեջանն է վավերացներ։ Այդ միջազգային մեխանիզմի հարցերը հանեիր, տանեիր, տարբեր քո պայմանագրերի մեջ մտցնեիր։ Ադրբեջանը ինչ հատ է մի հատ վճիռ է ստացել, այն էլ հələ ամբողջությամբ իր օգտ ինչ է, Էլհան Չիրագովը եւ այլոք ընդդեմ Հայաստանի վճիռ կայացվեց այդ ադրբեջանական փախստականների հետ կապված տարիներ առաջ։ Ադրբեջանը այդտեղ չհասավ իր նպատակին ամբողջությամբ, որովհետև նրանք ուզում էին, որ տարբեր հարցերի թվում Հայաստանին անվանեն օկուպանտ, եվրոպական դատան ասել էր, որ Հայաստանը պարզապես արդյունավետ վերահսկողություն ունի Արցախի նկատմամբ։ Ադրբեջանը բոլոր ամբիոններից այդ մի վճիռը ամեն ձև ծառայեցնում էր իր նպատակին։ Մի վճիռ ընդամենը ամեն օր խոսում էր այդ վճռի վրա հղում անելով, որ այդպիսի վճիռ կա Հայաստանը չի կատարում։ Հիմա հələ եկեք Հայաստանին նայենք։ 9 վճիռ կա Եվրոպական դատարանում, դատարանի կայացրած Հայաստանի օգտին այն մասին, որ Ադրբեջանում կատարվել են ադրբեջանական իշխանությունները եւ առհասարակ Ադրբեջանում կան այսպես թշնամա խոշտանգումներ, տարբեր հանցանքները կատարվում են էթնիկ ատելության հողի վրա։ Այս վճիռներից ոչ մեկ Ադրբեջանը չի կատարել։ Ոչ մեկ։ Պարոն Թաթոյան, ինչքանով լուրջ կարելի է վերաբերել մի փաստաթղթի, որը անգամ հումանիտար հարցեր չի կարողանում լուծել, որ մնաց խաղաղություն հաստատել, այո։ Ես ուզում եմ մեկ օրինակ բերել, օրինակ ԱՄՆ-ի միջոցով Համասի եւ Իսրայելի միջև համաձայնությունից հետո Համասը փաստորեն կարողացավ վերադարձնել իր 2000 ռազմագերիների, այդ թվում մարդկանց, որոնք Իսրայելում դատապարտվել էին ռազմական ծանր հանցագործությունների համար։ Այսինքն Հայաստանի իշխանությունները, որ ոչ մի առիթ բաց չի թողում ԱՄՆ-ի, հատկապես Դոնալդ Տրամփի հետ արդեն այդպես փայլուն հարաբերություններով բարձենալու հայ ռազմագերիները Բաքվի, դրանից կարծեք թե
ընդհանրապես չեն շահում։ Ընդհանրապես տեսեք Հայաստանի իշխանությունը որևէ երկրի միջնորդական առաքելություն չի կարողանում օգտագործել Հայաստանի շահերի համար։ ԱՄՆ-ի պես երկիրը ինչպես կարող ես դու ԱՄՆ-ի պես երկրի հետ կարող է այնպես է ստացվել, որ անում է միջնորդական առաքելություն եւ նպաստավոր պայմաններ կա այդ խաղաղության գործընթաց կոչվողի մեջ տանես քո բոլոր հարցերը ներառես, չես անում, որովհետեւ Ադրբեջանի հետ կապված խնդրեմ կլինի, որովհետեւ Թուրքիայի հետ կապված խնդրեմ կլինի, քո համար խնդիրներ կլինեն, բայց քո երկրի, այսինքն քեզ ավելի լավ կլինի, որովհետեւ նրանք հաջորդ անգամ հանդիպմանը տեսնես, քեզ կարող է ուսին էսպես խփեն, բան անեն, մի քանի հատ գովեն եւ այլն։ Այդ դրանք նաև բերում է այնտեղ նպաստավոր մի հատ շատ ուրախալի միջավայր է, կոմֆորտ միջավայր է ձևավորում, բայց քո երկրի շահերը ոնց կարելի է միջևերջ այո չտանել առաջ։ Ես այստեղ ասեմ միայն գերիները չեն։ Մենք այդ փաստաթղթերից դուրս են մնացել նաև մեր պետական սահմաններին վերաբերող հարցերը օկուպացված տարածքներին ադրբեջանական զինված ուժերի շարունակվել մնալը։ Հիմա գերիների հետ կապված հստակ տեսեք միջազգային պահանջներ կան։ Սա մարդասիրական այո հարց է եւ չի թույլատրվում միջազգայինորեն գերիների նկատմամբ իրականացվել որևէ քրեական դատավարություն։ Ես շատ լավ հիշում եմ Ադրբեջանը երբ սկսեց այս process-ը։ Պատերազմից անմիջապես հետո էր, նոր տարվա գրեթե օրերին էր, դեկտեմբերի 31-ը, մեկ էլ մենք մեզ ուղարկում են մեր գործընկերները Ադրբեջանի իշխանությունների նամակը ՄԱԿ-ին, որ ասում է գիտենք ինչ կա, ես այլևս չունեմ գերիներ, այն ժամանակ բոլորի դիմաց փոխանակում էր մի անգամ եղել, ասում է այլևս չունեմ գերիներ, բոլորը արդեն դիվերսանտներ են։ Եվ սկսեց քրեական դատավարություններ իրականացնել, քրեական հետապնդումներ եւ այլն։ Սա արդեն միջազգային իրավունքի խախտում էր, մարդասիրական իրավունքը կոպիտ խախտում է համարում նման բաները, որովհետեւ գերի նկատմամբ դու չես կարող հարուցել քրեական գործ, քրեական դատավարություն, նրանք հանցագործներ չեն կարճ ասած, դու պիտի անհապաղ ազատ արձակես, բայց ինչի Ադրբեջանը այդպես արեց, սկսեց վաճառել դա մեզ, թանկ գնով վաճառել, 5 գերի տալիս էր, ականապատ դաշտերի քարտեզներ էին տալիս, մի երկրի հետ հարաբերություններ էր կարգավորելու նպատակ ուներ, դիվիդենդներ էին իրար տալիս տանում, 5 գերից տեղ էին տալի, Եվրոպական միությունը միջնորդում էր 5 գերի այնտեղ էին տալի, լրիվ առևտուրի էր վերածվել։ Բոլորս հիշում ենք Թուրքիայի նախագահի եւ առաջին տիկնոջ ու Ադրբեջանի նախագահի խոսքը տրանսպորտային մի Շուշի երբ գնացել են, իրար հետ խոսում են Թուրքիայի նախագահի տիկինը հարցնում է, ասում է Ադրբեջանի ղեկավարին, ասում է ինչքան գերի ունեք։ Սա ասում է դեռ ունենք, ասում է դա մի 5 գերի փոխանակելու հերթական փուլից հետո էլ, ասում է շատ լավ է, այդպես պահեք, խումբ ձեզ անհրաժեշտ այդ քարտեզների դիմաց կփոխանակեք։ Այսինքն սա Ադրբեջանը իրականացնում էր մաքուր մարդկանց առևտուր, տրաֆիկինգ։ Հիմա եկեք քննարկենք այսօրվա դեպքերը։ Ադրբեջանը այս դատավարությունները, որ հիմա մեր գերիների նկատմամբ իրականացվում է, նրանք այս դատավարություններով նախսանք շինծու դատավարություններ են, հատուկ ուզում եմ ասել, կեղծ շինծու դատավարություններ են, բայց նրանք իրանց մասով ինչ են անում։ Ադրբեջանի նախագահի թեզերը ապացուցելու նպատակ ունեն։ Քաղաքական թեզերը պետք է ապացուցեն, վերջում մի դատավճիռ ստանան, հետո այդ դատավճիռը վերցնեն, ասեն, հələ տեսեք, Արցախը տերորիստական կազմակերպություն էր, Արցախում փողերի լվացում էր, այս հայերը ֆաշիստներ են, ատելություն ու թշնամանք են տարածում։ Սա վերցնելու են, ձեռքները դարձնեն, այսենց հաղթատուղ, տարբեր տեղեր գնան, ցույց տան։ Հիմա դու ինչքան էլ գնաս, ասես այդ դատավարությունները կեղծ են, քանի որ դու ասենց խեղճի բանի դիրքերից ես հանդես գալի։ Այդ ադրբեջանական իշխանություններն էլ ուժի դիրքերից են քո նկատմամբ, ինչ ասեն անելու ես, չէ՞։ Այդ սուս ես մնալու, ոնց որ մենք էինք ժամանակին աշխատում խախտումներ ներկայացնում, ասում էին մեդիա տերոր ես անում ես, սուս ես մնալու, որ հանկարծ խնդիրներ չլինի, փոխարենը անընդհատ պահանջներ ավելանալու են։ Մենք այս հարցերին կարողանում ենք հստակ պատասխանել, երբ ուսումնասիրում ենք մեր գերիների նկատմամբ մեղադրանքները։ Մենք հստակ բաժանում կա ամեն գերի նկատմամբ կարգակատեգորիայով, այսպես ասած, ինչ մեղադրանքներ են ներկայացրել։ Այնտեղ մեղադրանքներ կան, որոնք վերաբերում են այսպես կոչված ադրբեջանոֆոբիա իբր թե զարգացնելուն, տարածելուն, ինչ որ հանցանքներ պլանավորելուն, կատարելուն, եւ այստեղ մենք ունենք 3 խումբ մեր հայրենակիցներ։ Արցախի ղեկավարություն, նախկին զինվորականներ եւ քաղաքացիական անձինք։ Նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ իրեն քաղաքականապես անհրաժեշտ մեղադրանքներ է առաջադրել։ Մեկի խոջալույի ցեղասպանություն է առաջադրել, մեկին առաջադրել է ինչ որ ֆաշիզմ, չգիտեմ ինչ բողոքել եւ այլն։ Մինչդեռ գերիների հարցը պետքա լիներ
անհապաղ առանց որևէ նախապայմանի ազատ արձակման հարց թե այս թե որևէ այլ փաստաթղթի հետ կապված։ Պարոն Թաթոյան, քանի որ ձեզ հետ մեր զրույցը կարծեք թե ավելի շատ իրավապաշտպան Արման Թաթոյանի հետ զրույց է ստացվում, այնուամենայնիվ քաղաքական ակտիվություն կա եւ բնականաբար շեշտադրումները դրան են վերաբերում հնարավոր կոալիցիաների մասին, եթե հնարավոր է, հնարավոր համագործակցության մասին առաջիկա քաղաքական գործընթացներում։ Կամ եթե այս պահին վաղ եք համարում համագործակցության մասին խոսելը, գոնե բացառումների մասին, որ ուժերն են, որոնց հետ կբացառեիք ցանկացած համագործակցություն։ Մենք ես արդեն հայտարարել եմ եւ դա նաեւ մեր թիմի դիրքորոշումն է, որ մենք չենք նախատեսում դաշինքներ նախընտրական այս փուլում Հայաստանի պաշտոնաթող 3 նախագահների եւ նրանց ղեկավարած ուժերի ինստիտուցիոնալ առումով ուժերի հետ, բայց մենք լիարժեք բացենք համագործակցության, համատեղ քննարկումների համար, սա նորմալ process է, նախընտրական քաղաքական գործընթաց է։ Պարոն Թաթոյան, գիտեք, երբեմն քաղաքական ուժերի կողմից վերջին շրջանում հաճախ ենք տեսում, որ չեն համագործակցի, ինչ որ մեծ խուսափողականություն կա, բայց արդյոք Հայաստանը այն վիճակում է, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ չօգտագործել մեր արդեն կուտակված ներուժը տարբեր քաղաքական միավորներում, օրինակ պրոֆեսիոնալների հարցը։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ ուժ ինքը կարող է ամբողջությամբ ծածկել դաշտը։ Եվ այդ ուժերը, այդ պրոֆեսիոնալներին այնուամենայնիվ դու տեսնում ես տարբեր քաղաքական միավորների մեջ։ Այդ բացառությունները մի տեսակ երբ խոսում են այդ բացառությունների մասին, ճիշտ ասած ինձ մոտ Նիկոլ Փաշինյանի զրոյական կետից սկսելու ինչ որ տպավորություն է թողնում։ Այնուամենայնիվ մեր այս օրհասական վիճակը չի պարտադրում մեզ, որ այդ հարցում մի քիչ ավելի երկխոսության հատվածը ավելի Տեսեք, հիմա սա եկեք այսպես մանրամասն անդրադառնանք այս հարցերին։ Նախ այդ զրոյական կետի գաղափարախոսությունը, որ Փաշինյանը ասել է, սա կործանարար է Հայաստանի համար։ Եվ մենք տեսանք, որ ինչ վիճակի եկանք հանգեցինք նաև դրա համար։ Նա հայտարարեց, ես իմ զրոյական կետից եմ սկսել, մերժեց ամբողջ ինչ տեղի է ունեցել, հետո գնաց անհասկանալի թե Ադրբեջանի նախագահին էր հարցնում, թե ինչ էր անում։ Դա այդպես էլ որևէ մեկը չհասկացանք ինչ տեղի ունեցավ, բայց տեղից տեսեք արդյունքում ինչ ունեցանք, չէ՞։ Մենք ես այդ սկզբունքը չեմ ընդունում եւ ակնհայտ է, որ հատկապես երկրի ղեկավարի համար անհրաժեշտ է բազմակողմանի ինֆորմացված լինելը որոշում կայացնելու համար։ Որոշման կայացումը չի կարող լինել ֆրագմենտացված, կոնկրետ, էպիզոդիկ ինչ-որ մի ուղղությամբ։ Դու այդպես չես կարող պատասխանատու որոշումներ ընդունել, արդյունավետ աշխատել, միջև վերջը կատարել։ Բնականաբար, եթե օրինակ հատկապես այնպիսի հանդիպումներ, որոնք դու այդ մարդուց մենակ կարող ես իմանալ, չէ՞, կամ էլի են մարդիկ եղել, բայց միասին մեջից հասկանաս այդ հանդիպման մասնակիցների էմոցիաները ոնց էին ընթացքում, ով ինչ բառեր, ով ինչ ձև էր իրան պահում, այդ ամբողջը շատ կարևոր է, ինչքան առաջ էին գնում, ինչ պահանջներ էին ներկայացնում, ինչպես հասանք այս տեքստին։ Սրանք շատ նորմալ է, որ ես ինքս գնամ հարցնեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, անգամ Նիկոլ Փաշինյանին, որ եթե ես իմանամ նա այնպիսի հանդիպման է մասնակցել, որ հատկապես բացառիկ իրազեկության աղբյուր է, ես որևէ մեկից չեմ կարող ճշտել, ես նրանից կգնամ կհարցնեմ, կտեսնեմ, կփորձեմ հասկանալ ինչ է քննարկվել այդտեղ, եւ հետո իմ որոշումը կայացնելիս բնականաբար հաշվի կառնենք այս կամ այն մոտեցումը։ Պրոֆեսիոնալների մասով բնականաբար պրոֆեսիոնալները իմ ասածը ինստիտուցիոնալ ուժերի տեսանկյունից որևէ կերպ չի վերաբերում նրանց տարբեր տեղերում ընդգրկված մարդկանց։ Իհարկե, եթե պրոֆեսիոնալներ կան, գիտեք, այսպես եկեք ասեմ, մեր ազգը 300 միլիոն չենք, 500 միլիոն չենք, որ 100 միլիոն չենք, որ մենք ասենք դե լավ, եկեք ես 50,000-ը դնենք մի կողմ կամ 100,000-ը դնենք մի կողմ, գնանք այն մյուս 100,000-ը բերենք, այն մեկը գնա այն մյուսը բերի։ Բոլորը ամեն մեկ իրար ճանաչում է նաև։ Եվ հետո գիտեք, մենք բոլորս ապրել ենք ինչ որ այս ժամանակահատվածները որ կան նախկին նախագահների խորհրդային միության ժամանակահատվածը մենք բոլորս ապրել ենք այդտեղ որպես դրանք մեր իրողություններն են
Այո, եւ Բոլորս այդտեղ ապրել են։ պրոֆեսիոնալները եւս, որոնց մենք ճանաչում ենք, այդ մարդկանց թիմերում են։ Եվ այո, եւ բոլորս այդ ժամանակահատվածում ապրել ենք։ Մեկը ուսանող է եղել, մեկը աշխատել է, մեկը, չգիտեմ, արդեն կենսաթոշակի է անցած եղել։ Բոլորս ապրել ենք, իրար ճանաչել ենք, մեկը միտեղ է աշխատել եւ դրա համար շատ կարեւոր է, այո, պրոֆեսիոնալ մոտեցումը եւ եթե կան պրոֆեսիոնալ մարդիկ, իմ հայրենակիցը, եթե կա, իմ հայրենակիցը, որը այս գործի մասնագետն է, ու ես կարող եմ իրանից գնալ հարցնել, ինքը ինձ կասի, ինչու եմ ես գնում, հակառակ դեպքում ես պետք է գնամ դիմեմ միջազգային փորձագետներ, հասկանամ ուրիշտեղ փորձը ոնց է, բերենք, ուսումնասիրենք, հələ չստացվի, բայց եթե ունենք մեր սեփականը, մեր ունեցածը, իհարկե պետք է, եւ գիտեք, մեր անվանումը պատահական չի այդ միասնության թևերը, որ նպատակ ունի միավորել բոլորին եւ սփյուռքը հետը նաեւ այսպես մայր Հայաստանի նաեւ թևերի տակ այդ թվում պրոֆեսիոնալներով նաեւ աշխատելով դրա համար եմ ես իմ առաջին ուղերձում հատուկ ասում եմ որ մենք պետքա բոլորով միասին աշխատենք հանուն Հայաստանի բայց եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ երկխոսությունը այո դուք ճիշտ եք ասում չի կարելի որևէ անգամ կտրել ես ինքս մարդկանց տարբեր տեղերից մենք բոլորս ճանաչում ենք չէ եթե մարդը պրոֆեսիոնալ է եւ իսկապես ինքը իր արարքներում որևէ ինչ որ հանցավոր արարքներ չկան եւ այլն պարզապես աշխատել է ինչ որ ժամանակահատվածում դա ինչ խնդիր է այո ես նրա հետ էլ կաշխատեմ մյուսի հետ էլ կաշխատեմ որտեվ մենք այն մասնագիտական մոտեցմամբ ենք հարցերն անելու այսօրվա իշխանությունները տեսեք ինչ է կատարվում կարևոր չէ դու մասնագետ ես թե չէ ամենակարևորը ինչն է դու ՔՊ-ի անդամ ես թե չէ ՔՊ-ի հետ սերտաճած ես թե չէ ես նույնիսկ երբ խոսում ենք այսպես գործընկերներով բան հաճախ ասում են եկեք հələ մի հատ հələ փորձենք էլի մենք որևէ մեկը սկսի գովել ՔՊ-ին մեկ էլ կարող է մի շաբաթ հետո աշխատանքի առաջարկ անեն ասեն դե արի դու մեր հետ արդեն աշխատի լավ տարբերակ է սա ոչ թե ուզում են գնանք իհարկե աշխատել այլ ինչ որ այս քաղաքական հավակնություններ իրենց հետ միասին ունենք դա բացառված է այլ խոսքը նրա մասին է որ ստեղ սկզբունքների մասին մոռանալ կարելի է կապ չունի դու պրոֆեսիոնալ ես մասնագետ ես ով ես ինչ ես մեր մասին լավն ես խոսում մեզ օգնում ես վերջ դու մեր հետ ես մեր անդամն ես մեր խմբի անդամն ես դրա համար է որ այս պայմաններում տեսեք ինչ է ստացվում ամբողջությամբ տապալված են կամ ձախողված են այն խոստումները որոնք տրվել էին քաղաքական իշխանության մակարդակում մարդիկ կառավարման փորձ չունենալով հանդերձ եկել են զբաղեցրել են պաշտոններ, որ միջև երբեք այդ կառավարման հետ այդ աշխատանքում լիազորությունների իրականացման հետ առնչություն չեն ունեցել ընդհանրապես։ Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահներին, ակնհայտ է, որ նրանցից յուրաքանչյուրի կառավարման ժամանակահատվածում եղել են դրական զարգացումներ եղել են խնդիրներ, հիմա նաև մեր խնդիրներն են, որոնք եկել են ու այս իշխանությունների ժամանակ ավելի սաստկացել են։ Դրանք բոլորով լուծելու մասին է խոսքը։ Իսկ մենք նաև հատուկ գիծ ենք որդեգրել հատուկ քաղաքականություն, որ մենք չենք մտնում նախկին ներկա բանավեճի մեջ, որովհետև այս իշխանությունները սնվում են նախկինների արած այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած խնդիրներից, սխալներից կոծկում են ինչքան էր որ լավ է եղել է այդ քարոզչությամբ հələ տեսեք ինչ է ամեն անգամ երբ օրինակ ազգային ժողովի անդիմադիր падգամավորները ինչ որ մի հարց են նախաձեռնում կամ նրանց ինչ որ մի գործողություն հաջողվում է ինչ են անում միանգամից նախաձեռնում են քրեական գործեր միանգամից ակտիվանում է էլի քարոզչությունը ձեր ժամանակ սա էր կոռուպցիա էր էր Եվ դա չի թողնում, որ ժողովուրդը այլևս լսի նրանց։ Այսինքն այդ էժանագին դիսկուրսի մեջ չեք ուզում մտնել, ոչ թե էժանագին, այլ դա ուղղակի մի հատ sense մեծ փոս է։ Այդ սա ՔՊ-ին ձեռնտու, որ երկիրը պահի անընդհատ այս հուսահատության մեջ անընդհատ պահում է մարդկանց այդ փոսի մեջ, քաշում է գցում է այդտեղ, քաշում է գցում է եւ իրեն ձեռնտու է, դու հենց մտար այդտեղ, անենց են հրահրում, որ այն մի տեղից են պատասխանում, այն մի տեղից են պատասխանում։ Ընդ որում այնպես է ստացվել այս համակարգը, որ իրար պատասխանները եւ արարքները ոչ թե հանուն երկրի են դարձել, այլ հաճախ այնպես է մտնոլորտը ստեղծվել, որ անում են այդ հայտարարությունները նրա համար, որ մեկը ցույց տա, այն մեկն է լավը, մեկը ցույց տա, որ գիտես քո ժամանակ այդպես չէր, սա է, այսինքն մրցակցող ամենաբացասական իմաստով դաշտում են գտնվում բոլորը։ Իսկ մենք ինչ ենք ասում ենք շատ լավ, մենք քանի որ գտնվում ենք այդ նախկին ներկա
արատավոր դիսկուրսի մեջ մեր խնդիրն է այդ գիծը քաշել ու գնալ առաջ։ Նորից եմ ասում, ամենևին էլ չի վերաբերում խոսքը մասնագետների բոլորի մեկուսացնելուց։ Չի կարելի նաև այդ ֆոբիան ունենալ, սա էլ խնդիր է, որտեվ նրանց հետևորդներն էլ մեր հասարակության անդամներ են, չէ՞, ովքեր նրանցից յուրաքանչյուրի համար քվեարկել են, քվեարկում են, աջակցում են, համակիր են, չէ՞, մարդիկ այդպեսի մեր հասարակությունում կա։ Նրանք էլ մեր հայրենակիցներն են։ Եթե մենք նրան բացառենք նրանց, ինչպես կարող ենք հասնել արդյունքների։ Օրինակ, մեր պաշտոնաթող նախագահները կարող են իմ կարծիքով ուրիշ ձև օգտակար լինել այս պայմաններում մեր պետությանը։ Ասենք, մի խորհուրդ ստեղծվի, նրանք այդ խորհրդում լինեն եւ տարբեր պետական կառավարման հարցերում ամեն մեկը իր ճիշտ խորհուրդները տա նպաստի երկրի զարգացմանը, կամ միջազգային ընդունված փորձ է պաշտոնաթող նախագահները տարբեր համալսարաններում, գիտական հաստատություններում ուսանողների հետ երիտասարդ սերնդին կրթելով են զբաղված, դասախոսություններով են հանդես գալի, ինչպես էր օրինակ պատկերացեք, ասենք Հանրապետության առաջին նախագահը պատմում է ինչպես էր բանակցում կամ ինչպես անցավ իր հանդիպումը Բիլ Քլինտոնի հետ, կամ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես պատմում է իր այդ փորձը Բիլ Քլինտոնի հետ, էլի ունեցել է հանդիպումներ, Հանրապետության երրորդ նախագահը պատմում է ինչ որ ասենք թե Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ տարբեր հանդիպումներ, սա ես կարծում եմ եւ նոր մշակույթ կբերի եւ նաեւ մեր հասարակությանը թույլ կտա ճիշտ գնահատել իրավիճակը, որ այս իշխանությունը այսօրվա չտանի մանիպուլացնի, գցի նորից բոլորին այդ 3 թե 4 ինչքան ուզում եք ասեք, բայց ամեն դեպքում այդ արատավոր այդ շղթայի մեջ։ Պարոն Թաթոյան, մեր զրույցը ուզում եմ ավարտել հոկտեմբերի 9-ի ձեր ելույթից մի մեջբերմամբ։ Գլխավոր հարցը դարձել է ոչ թե այն, թե ով կարող է ավելի լավ կառավարել մեր տնտեսությունը, այլ այն, թե ինչպես ապրել այդքան նվաստացումներով։ Հաղթանակի դեպքում դուք նաև նվաստացումների բեռն եք ժառանգելու, որ ունենք հատկապես պատերազմից հետո այս ձգվող 5 տարիների ընթացքում։ Ինչպես եք այդ ժառանգության հետ վարվելու եւ ինչ եք անելու, որպեսզի վերականգնենք Հայաստանի հեղինակությունը հատկապես դրսում։ Նվաստացումները, ինչպես դուք ասացիք, ժառանգելու ենք, բայց անմիջապես պետք է այնպես անենք, որ այլևս երբեք նվաստացումներով չապրենք։ Այնպես պետք է անենք, որ մեր սերունդները այդ բեռը, անցյալի բեռը չկրեն։ Նրանք պարտավոր չլինեն այդ բեռը կրել։ Նրանք այս դժվարությունների մասին պետք է իմանան, լսեն միայն դասագրքերից, միայն լսեն պատմվածքներից, որովհետև պետք է նրանք արդեն ձերբազատված լինեն նրանից։ Մենք ասում ենք, որ պետք է ստանձնել պատասխանատվություն, լուծել այդ նվաստացումների հարցը, որովհետև եթե դու գնում ես շարունակ զիջումների ճանապարհով, դու օրինականացնում ես նվաստացումները։ Ես նաև այդտեղ հստակ ասում եմ, որ այսօր գործում է պարտվել ենք, պետք է համակերպվենք։ Մենք ասում ենք այդպես չի, ամեն ինչ ուղղվող է, շտկվող է, եւ մենք պետք է ուղղենք ամեն ինչ, եւ եթե հանկարծ գնացինք այդ համակերպվելու հոգեբանությամբ, մենք ուղղակի օրինականացնենք նվաստացումները։ Գիտեք, ես սա շատ լավ զգացել եմ ինձ վրա։ Ես հիշում եմ, երբ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո մի միջազգային քննարկման էինք, ԵԱՀԿ-ի քննարկում էր, շատ լավ հիշում եմ այդ քննարկումը, որովհետև այդտեղ ես զգացի ինչպես կարող է քո նվաստացած ազգային արժանապատվության նվաստացումը քեզ բերել քո համար անձնական արժանապատվության նվաստացման։ Այդտեղ մի շատ կարևոր հարց էինք ներկայացնում, որը վերաբերում էր մեր զինծառայողների նկատմամբ հանցանքներին եւ այլն։ Եվ այդ միջազգային քննարկման ժամանակ մեջ բերեցին Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումները, որը մեկին մեկ համընկնում էր ադրբեջանական դիրքորոշումների, դրանով նրանք օգտագործեցին մեղադրելու համար մեզ տարբեր հանցանքների մեջ, տարբեր խախտումների մեջ։ Դու այդտեղ զգում ես, որ գիտեք, սա ինչ է տեղի ունենում, ազգային արժանապատվության նվաստացած վիճակ է։ Բայց սա արդեն քո անձնական արժանապատվության վրա է ազդում, որովհետև դու չես կարողանում պատշաճ կերպով հանդես գալ, քո ազգի, հայրենիքի շահերը պաշտպանել։ Ես ինքս ունեցել եմ դեպքեր, երբ ազգային արժանապատվությունը ոտնահարված լինելու պատճառով անձնական արժանապատվությունը զգում ես ոտնահարված։ Այդ դա արդեն մի իրավիճակ է, որ որևէ կերպ չես կարողանում այլևս մոռանալ եւ չես ուզում հանկարծ երբեք հայտնվել այդ վիճակի մեջ։ Սկսում ես խուսափել անգամ այդ իրավիճակներից, բայց հետո հասկանում ես, որ
դու այնպես պետք է անես, ինքդ էլ մասնակցես նրան, այնպես անես, որ այլևս չլինեն նման իրավիճակներ։ Ես օրինակ չեմ ուզի երբեք մեր սերունդները, մեր երեխաները հայտնվեն այդ վիճակում։ Դրա համար եմ ասում, մեր երեխաները չպետք է կրեն անցյալի բեռը։ Ու դրա համար ենք նաև ասում, մեզ այլևս պետք է այնպիսի պատմություն, որտեղ մենք ունենք մեր վերագտած արժանապատվությունը, հպարտությունը մեր հայրենիքի համար, մեր պատմության համար, մեր արդյունքների ու հաղթանակների համար։ Շնորհակալություն պարոն Թաթոյան, շնորհակալություն, որ ընդունեցիք Շնորհակալություն։ անկեղծ եւ բաց զրուցելու մեր առաջարկը։ Բնականաբար հանդիպելու առիթներ շատ կունենանք, բազմաթիվ չհնչած հարցեր մնացին, կարծում եմ դրանց հետագայում անդրադառնալու հնարավորություն կունենանք։ Իսկ YouTube-յան մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տաղավարում Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն էր, զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Մեր հաղորդումներին հետևելու համար խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք, թողեք ձեր մեկնաբանությունները։ Հաջողություն։